Ասում եմ, այո, տեղում լսել են քիչ մարդիկ, բայց պարզվեց, որ իրանք դա չեն արել, որ դա լսվի քիչ մարդիկ։ Հենց դրա համար է, որ Լևոն Քոչարյանն իր խմբակցության կին պատգամավորին խնդրել է մոտիկից նկարել իրեն, որպեսզի հետագայում հենց իրանք տեղադրեն դա իրանք էջերը, պատգամավորի նկարած վիդեո։ Ոնց է հայտնվել մամուլում։ Իրանք են փոխանցել, այսինքն ինքը ուզեցել է, որ դա բոլորը տեսնեն, լսեն, հետեւաբար ինչ տարբերություն։ Բայց ամբիոնից որ ասում եք, կներեք, Արսեն Թորոսյանը, որ ասում եք հայհոյանքը ինքնին ունի բառարանային իմաստ եւ ոչ բառարանային իմաստ։ Բառարանային իմաստով Արսեն Թորոսյանը էլի մարդը ուղղակի հունից դուրս է եկել։ Կարող են չէ հունից։ Կներեք, հայհոյանքին ի պատասխան, հնչած հայհոյանքին ի պատասխան բան արել։ Վերարտադրել է, որ նայեք, այդպես ուղղակի ի պատասխան բան արել։ Լավա թե բան, իհարկե վատ է, բայց հենց մասին է խոսքը, հա, ժողովուրդ ջան։ Ներողություն, Կներեք, ժողովուրդ ջան, ի վերջո, պարոն Ալեքսանյան, բոլորը նաև իշխանականները օրինակ եկեք հարցերը խմբավորենք, էլի TV5-ը եւ Ազատությունը մեկական հարցի իրավունք կստանան, հետո մյուս լրատվականներն էլ էլի մեկական հարցի հնարավորություն։ Այս խմբավորված այդ հարցերը կներեք, դուք մի քանի հարց տվեցիք, հիմա մյուս լրատվականները TV5-ից էլ կա այս խմբը ավարտելու համար։ Հիմա, այսինքն ինչ չէ, գործընկերոջ, ես TV5-ի շրջան։ Խմբավորենք հարցերը, կներեք։ Մեկական հարցեր տան անցնենք մյուսին, այսինքն ինչ է։ Դե որտեղ մյուս լրագրողներն են ուզում հարցեր։ Շատ լավ, հերթով կհարցնենք, ոչ մի խնդիր, պարոն Ալեքսանյան, հիմա իմ հարցը։ Ես իմ գործընկերների հարցերի լրացնող հարցեր էի տալիս, հիմա իմ հարցը հետևյալն է։ Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել է բոլոր ընդունելություններին ազգային ժողովի եւ արդեն պարտաճանաչ գալիս է ժամին, բայց որևէ իշխանական չի չնում եւ չի հանդիպում իր հետ։ Նա ուզում է քննարկել իմպիչմենտի անհրաժեշտության հարցը։ Օրինակ դուք ինչ եք կարծում, արդյոք կարիք չէ, օրինակ ինչու իշխանականները չեն իշխում եւ բացատրում, գուցե կարիք չկա իմպիչմենտի։ Հարցը ավարտեն նոր։ Հարցը ավարտեն նոր։ Ինչու չեք իշխում կամ ես պատրաստ եմ։ Բացատրեք, որ կարիք չկա իմպիչմենտի օրինակ։ Հասկացա, մի վարքան հիմա բացատրեմ։ Դուք որքան ես հասկացա, ազատություն լրատվական, չգիտեմ, որ ազատություն լրատվականի լրագրող եք, ու որքան հասկացա, դուք բավականին լուրջ ու հետամուտ կերպով հետևում եք Էդգար Ղազարյանի գործունեությանը եւ լավ եք անում, որտեղ այո, գործիչներին առանց չէ, կոնկրետ այս դեպքին հետևում եք, բոլորին եք հետևում, լավ եք անում, բայց այս դեպքին էլ եք հետևում, ճիշտ է։ Այսինքն դուք լսել եք Էդգար Ղազարյանը ոնց է իմ մասին արտահայտվել օրեր առաջ, ինչ բառեր է ասել, ոնց է այդ հանդիպումը մոտավորապես նկարագրել, ու այստեղ գալիս եք, ինձ ասում եք ոնց եք վերաբերվում, ինչի չեք իշխում եք, լուրջ եք ասում։ Օրինակ ձեզ, որ ինչ-որ մեկը առաջարկի հարգելի Գայան է, ասի եկեք իրար հետ գնանք հանդիպենք, մի լագյան ուտելիք կտան, դուք այդ ոչի հանդիպման կգնաք ու հարցազրույց կվերցնեք, կամ հետո որ գալիս եք այդ հարցը տալիս եք, ինչ պատասխան եք ինձ։ Այսինքն դուք դա նորմալ եք համարում, որ գաք ինձ հարցնեք, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը, թե չէ կամ առհասարակ ինչի չեք հանդիպում։ Ես էլ նամակին այո, նորմալ արձագանքել եմ, իդեպ առանց իհարկե ասել եմ, որ եթե ես չեմ պատրաստվում միանալ իրենց գործընթացին, բայց եթե իրենց հաջողվի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին այնուամենայնիվ դարձնել տեխնացու, խոստանում եմ, որ այդ նիստից հետո կներեք, խոստանում եմ, որ այդ նիստից հետո իրենք կգնան քաղաքական փոշակի, այդ եմ պատասխանը առանց վիրավորանքի, առանց անհարգալից բառի։ Դրան ի պատասխան ակնհայտորեն հնչել է իմ հասցեին վիրավորական արտահայտությունը։ Դուք մեզ գալիս եք ասում, ինչ եք հանդիպում։ Դե լուրջ եք ասում, ժողովուրդ ջան, դե չի կարելի այսքան դա նշում է։ Ինչ է դա։ Այսքան դու դա նորմալ եք համարում, արդյոք կարելի է այս բանը նշել։ Ինչ է հասկացել։ Ինչ է հասկացել։ Ես չեք կներեք ժողովուրդ ջան, չգիտեմ ես դուք ինչ շրջանակներում եք շփվում, ինչ շրջանակների հետ եք բանում։ Իմ ու առհասարակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների շրջանակներում ոչ մեկ լագյանով չի լափում, եթե դեն ձեր շրջանակներում դա ընդունելի բան է, խնդրում եմ տենց մեզ մի վերագրեք։ Պարոն Ալեքսանյան, քաղաքական խոսքը հենց այս իշխանության օրոք այդ մակարդակի իջել, այսինքն այս ազգային ժողովի ամբիոնից ենք մենք լսել լափաման բառը, նախկինների լափն է պակասել։ Դուք մեծահապի լրագրող եք, այդ լափել բառը մենք առաջին հերթին լսել ենք ձեր բանի հետ քիթ կապակցված Արթուր Վանեցյանից։ Երբ որ Արթուր Վանեցյանը ասուլիսներ տալու բացատրում է, թե Ռոբերտ Քոչարյանը քանի միլիարդ է լափել, հետո ներկայացնում էր, որ կներկայացնի հեսա կոնգրեսը ոնց են լափել, այս մեկը չի ասել։ Պարոն Ալեքսանյան, Տուշունկի
հայրիկը որ Բանվել Գրիգորյանի գտնում է, Հա ո՞ւմ իշխանության օրոք է այդտեղ։ Այո, Արտուր Վանեցյանը Ինքն ժողովուրդ էր ջան։ իշխանության։ Կարող է ասպետը բաները տենց ինչ մուրացկաները տենց փողոցում կանգնած մենք իշխանություն ենք, ԱԱՑ-պետը իշխանություն չէ։ Հա ասում բայց նույն Այո, իշխանության այս հենց այդ եմ ասում եմ այդ Արտուր Վանեցյանը հիմա որ էլ իշխանություն չէ, արդեն այդ ամեն ինչը հաշիվ չի մեծահաբի համար, լուրջ եք ասում։ Ես ոչ դու հիմա դիրախավոր եք լրատվամիջոցին եք դիրախավոր, ես հարց եմ ձեզ տալիս։ Ձեր օրոքա չէ։ Պարոն Ալեքսանյան, պարոն Ալեքսանյան։ Ինչով եմ թիրախավոր։ Անդադ ասեք մեդիահաբ Վանեցյան։ Բայց այդ դարեկան թիրախավորում։ Բայց լրագրողինը չէ։ Բայց ամենայն լրագրողի հարցը է։ Պարոն Ալեքսանյան Եթե ճշմարիտ թող չաշխատի։ Պարոն Ալեքսանյան, Հավիրամոտից իրիկուք եք շեշտում որ CVK-ը քաղաքացիական պայմանագրին է պատկանում։ Եք այդպես այդ սաղիթ կարելի է շեշտել, ինձ չի կարելի շեշտել, որ մեդիահաբը Արտուր Վանեցյանին։ Թե ձեզ թվում է, որ այդ ձեզ կարելի է, որ բան չմնացածին չի կարելի։ Ասեք կարելի է նշել, որ TV5-ը պատկանում է Ռոբերտ Քոչյանի խիստ մերձավորներին, որի տերը Հա բայց դա բոլորը գիտեն, անընդհատ նշում են որի։ Կալվել է օկտեմբերի 27-ի գործով, չէ։ Հա կարող է, կարծեմ։ Պարոն Ալեքսանյան, լավ, հիմա ձեզ մենք կներեք էլի ժողովուրդ։ Ես ինչպես մի անհրաժեշտության մասին խնդրեմ, ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ պատասխանի հարցերի ու լսի ելույթները։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գա կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ, եթե սարսափած չեն քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց, թող գան։ Բայց իրանք սարսափած են։ Ինչի՞ց են սարսափած, կամունից կասեք։ Ումից են սարսափած, ասեք ումից են սարսափած։ Պարոն Ալեքսանյան, պարոն Ալեքսանյան, պարլամենտարիզմից են սարսափած։ հիմա ձեր խմբակցությունում օրինակ քաղաքականության եւ պարլամենտարի թիմը, իր գլխավորած թիմը Իր եկավ գլխավորած թիմը մի բան է, ժողովուրդ ջան, իր գլխավորած թիմը մի բան է։ Ինքը անձամբ այլ բան է։ Ես ձեզ վստահեցնում եմ, Ռոբերտ Քոչարյանը սարսափում է։ Ձեզ Դուք ասում եք պարլամենտարիզմ։ Ժողովուրդ ջան, հասկանում եք, կներեք, ես հասկանում դուք Ռոբերտ Քոչարյանի բանի ալիքի էլի հերթական ներկայացուցիչ եք, Ես որևէ բանի եւ ալիքի ներկայացուցիչ չեմ։ Ուզում եմ հասկանամ պարլամենտարիզմի ցցուն օրինակ էր երեկվա կատարվածը։ Պարլամենտարիզմի ցցուն օրինակ էր երեք խորհրդարանում կատարվածը թե ոչ։ Ամենայն անկեղծ եմ, պատրաստ եմ 3 ժամ բոլորի հարցերին պատասխանեմ, բայց ինձ մի ընդհատեք։ Շատ լավ։ Հիմա բայց ես հարց տվեցի արդեն, կարեք պատասխանել։ մի հատ մեր հարցերին պատասխանեք, հետո Civic-ին կպատասխանեք էլի։ Ինչն էր, արդյոք դրա նախորդային ազգային ժողովի բայց Civic-ն էլ լրատվական։ Ես ասացի բանկարի ֆաբրիկա է։ գույքի թվարկումների եւ անծայրածի հարստության Շնորհակալություն հարցումը, իհարկե դա պատճառներից ամենամեծն է, որպես չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ազգային ժողովի ամբիոնի առաջ կանգնելու ասել դուք մեր ասում եք, որ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը 200 միլիոն դոլար է պահանջվում այս բայդրությամբ, կներեք ծիծաղելի է։ Վաղն էլ կարող են կանգնեն ասում եք, որ Ռոբերտ Քոչյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է, որ սպանել է ընդամենը 20 մարդու, չգիտեմ, ինչ-որ տենց այս բանն է շարունակվելու, ինձն է շարունակվելու, 200 միլիարդ դոլար հասկանում եք, ինչի մասն եք խոսում, ժողովուրդ ջան, 200 միլիարդ դոլար մարդկանցից փող է պահանջվում, մենք տենց աշխատել ենք, այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ են գնում, հա, բուկմեկերական ընկերություններ, բանից էին բերել, Աղդամից էին բերել, Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից։ Պարոն Ալեքսանյան, Լևոն Քոչարյանն ասում է հիմնավորված է փաստաթղթերով։ Հետաքրքրության թեման այդ վերջորին հեչ լավ բան չի, եկեք չբացենք։ Ներողություն, դուք ասեցիք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են պարլամենտարիզմից։ Ձեզ հարց, երեք ազգային ժողովի ներսում տեղ ունեցածը պարլամենտարիզմի ցցուն օրինակ էր։ Իհարկե ոչ, որովհետև Ռոբերտ Քոչյանի ժողովրդին պարլամենտարիզմի ցցուն օրինակ չի կարող։ Իսկ ԿՊԱ Արսեն Թորոսյանի հայոյանքը։ Ես մի քանի անգամ ասում եմ, որ շատ հաճախ լինում է այնպես, որ մեր ընդդիմադիր падգամավորների լկտի, փողոցային հայհոյանքների, սադրանքների ու վիրավորանքների ի պատասխան
Մենք որպես մարդ ուղղակի պահի տակ չենք կարողանում մեզ զսպել ժողովուրդ ջան ու ի պատասխան նույնի շատ ավելի թեթև։ Բայց դուք հազարավոր մարդկանց եք հայոյում, պարոն Ալեքսանյան, ոչ թե։ Ասում եք ով մեզ ասում է թուրք, նրա այսպես այնպես։ Հիմա ձեր շատերն են ասում թուրք ձեր իշխանությանը։ Որպես լրագրող շատերը ասում են վարձու գրչակ։ Հա, ես չեմ հայոյում այդ մարդկանց, ես չեմ հայոյում։ Դուք Բայց Նիկոլ Փաշինյանը չսկսեց անվանելով ընդդիմությանը համբալ։ Նա Անդիմությունը իր համար նստած անդիմությունը նստած իր համար հաց ու սոխ էր ուտում, երբեք ոչ մեկի չէր վիրավորել, տենց բեմականացված կախաղաններ ու բաներ չէր բանարել, կարակ ինձ չընդհատեք, կարակ ինձ չընդհատեք։ Չէ, ես օրինակ կուզենամ, ես անկեղծ այնքան կուզենամ տենամ, Գայանե ջան, մի օր օրինակ դուք հակին գնաք հարցեր տակ, ասեք Լևոն Զուրաբյան, այդ ինչ կոնտեքստով եք դուք այդ ամեն ինչ ասում։ Դուք որպես խոսքի չգիտեմ, եկակուսակցության ինչ կապ ունի։ Ես բոլորին լուսաբանում։ Այսինքն եթե միանշան ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ինչ կապ ունի ժողովուրդ ջան, ես ամենայն հարգանքով, բայց այդ ձեր մոտեցումը, որ ով իշխանությունն է, իրան պետքա սենց լուսաբանել, ով ընդդիմությունն է պետքա սենց լուսաբանել։ Դուք հավաս եղավ, հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, Ես եթե դիտում եք այս ճեպազրույցը արձագանքեք, արդյոք Ազատություն ռադիոկայանը ըստ ձեզ հավասարաչափ օբյեկտիվ է լուսաբանում։ Բայց առանց թիրախավորելու, առանց վիրավորելու, առանց որևէ բան, ուղղակի կարծիքի օբյեկտիվա թե չէ։ Ազատությունը ձեր շարժումը լուսաբանում էր 10 թվականին, բայց ինչ փոխվեց։ Ձերն էլ է լուսաբանում։ Ես շարժում Հա դե ձեր ընդդիմության շարժումներն էլ է լուսաբանում եւ այդ բանը լուսաբանում էր։ Բա եղավ որ անաչար լուսաբանում։ Վայ, ես հասկանում եմ, որ ակնհայտ է, որ շատ դժվար է, երբ որ դուք ստիպված եք հարցը տալ ու լսել պատասխան ժողովուրդը, բայց այն որ անընդհատ ընդհատում եք, դրանից բանը ձեր ասացի բովանդակությունը չի փոխվում, իմ ասացի բովանդակության իմաստը չի ցածրանում։ Դուք ես հասկանում եմ, որ ես չեք կարողանալու որևէ քաղաքական ուժի հետ կապել, բայց խնդրում եմ իմ հարցը լսել։ Դե դրա համար չուսատում եք։ Չէ, միշտ լսում։ Միշտ կարելի է։ Տեսեք, դուք որ ասում եք, այ ընդդիմությունը սադրեց, արեց, հայեց եւ մենք էլ մարդ ենք, մենք էլ վստահ։ Ինչու եք դուք այդպիսով փորձում արտանալ, չէ՞ որ իշխանությունը դուք վերջացնում արդեն։ Չէ՞ որ իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի, հավասարակշռված լինի, իմանա այդ քաղաքական պաշտոն զբաղեցնելու գինը, նաեւ ինչ որտեղ լռելն է ցուցաբերի, հա, այսպես զսպվածություն, բայց դուք միանգամից ընդդիմությանը պատասխանում եք եւ արտանում եք, որ իրենց բառապաշարն է, մենք էլ հակադարձեցինք, դա ինչքան է ճիշտ է։ Իհարկե, սխալ է ընդդիմության մակարդակը իշխնելը եւ ես ուզ անկեղծորեն ասեմ, եթե դուք ուղղակի ինչ-որ մեկը դնում մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք ու տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչեւ մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ-որ մեկը դրի ու համեմատի դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կապի կապվում այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է, որովհետև ես վստահում եմ, եթե մենք արձագանքեինք նույնքան նույն չափ ու սիմետրի, դա ուղղակի մենք չգիտեմ ինչի կվերածվի։ Չէինք հասցնի այդ ամեն ինչը լուսաբանել։ Առավոտից չէ, շնորհակալ մի եղեք, մենք ինքներս մեր վրա մշտապես պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին եւ մնացածին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել, բայց միանշանակ է, հարգելի գործընկերներ, որ ես բացառում եմ, որ ինչ-որ մեկը առհասարակ, ինչ-որ մի կենտրոնի մարդ կարողանա առհասարակ չարձագանքել ու կամ առհասարակ հունից դուրս չգա ոչ մի պարագայում, այս ամեն ինչը լսել եմ։ Բայց դուք բազմից եք հունից դուրս գալիս ասում։ Այն է, որ իմեջ Ընդամենը կոռուպցիա։ Այդ ասեք ընդամենը կոռուպցիայի մասին է հարցերում, հասկանում եք հարգելի քաղաքացիներ եւ հարգելի վերագրողներ։ Դա առհասարակ մարդու համար իհարկե պետք է, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ
երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց, որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը, եւ երրորդ 100,000 անգամ ներողություն, էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ է դիսոնանս առաջացնում։ Ինչու՞ չէ իրենց դեմ հայտեր ձեռնարկում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք ձեռնարկում, այ ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց քեն էսքան ակտիվացել։ Բա քեն օրը 5 հատ լրատվական բացում։ Ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, չէ, ժողովուրդ ջան, երկա կոռուպցիա, եթե կա, ես ես վստահեցնում, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիան դժվար է գտնել։ Բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պատկերներեք ավարտել, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Այսինքն որ չընդունվածը դադարում է կոռուպցիա լինելու։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակա դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք։ Չէ, դա պետք է վերահսկեին, որ վատը չլիներ, պարոն Ալեքսանյան։ Վերահսկել են, որ չեն ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այ շաղախը ոնց որ լավ չէ։ Վերջում գալիս են մի վարքյան ավարտի, ժողովուրդ ջան։ Ու այդ որ ասում են մանկապարտեզ կոռուպցիա եւ դա ուզում եմ հիշեք էլ այդ ինչից սկսեց այս մի վարքյան խնդրում եմ ավարտել ինչից սկսեց այդ ամեն ինչը սկսեց նրանից որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները ու թութակի պես սկսեցին կրկնել Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները կախիչից սկսեց ամեն ինչ սկզբից հիշում եք ինչ էին անում սկզբից մի վարքյան սկզբից ձեռ էին առնում ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ է անում, որ ստուգում է, որոշեցին իրանք է գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն է ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանց համար կրկնօրինակ է, առարկա է։ Իրանք պետք է նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնել, բայց քանի որ ապիկար են, դա պետք է անի շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում են։ Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Ով ուզում է լինի ինձնից, ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիայի մեջ։ Նիկոլ Փաշինյանից է, եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում, ու կամ այս քաղաքական թիմին չեք ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս բանը, որ մենք հարցազրույց ենք անում, ինչ որ պաշտոնյա զբաղվում է կոռուպցիայով, հենց այս բանը, չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար օրինակ բարբերաբար մեր կառավարության նիստերներ մասնակցում է Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ դատված են, չդատվեցին, դատվեցին։ Այդ ուրիշ իշխանության ժամանակ այդքան բացվածքական պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Այն ձան ասում։ Ինչն է շատ։ Անիֆի դեպքում կարծես այսպես հապաղում կա։ Հապաղումը, Ժորժ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում։ Իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու քաղաքական տաբու առավել եւս չունի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ, հա, գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերին եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով գիտություն ընդունելով չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ օրինակ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր դնի Աժամբյոնից հայերյան քննչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, sense պրոյեկտել է։ Պարոն Ալեքսանյան, հիմա բոլոր մի վարքյան նույնական արձագանք է տվել մի քանի աստիճաններ ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա ու կամ որ առհասարակ բանը ասել է դրա, իհարկե լավ չի։
Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ երբ փողոցային լինելը ու լրկերչությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում։ Ես ներողություն եմ խնդրում։ ԱԺ կանոնակարգ օրենքը Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչի այնքան դիմանալ, ինչքան որ մենք։ Պարոն Ալեքսանյան, ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է պատգամավորի վարքագծի կանոնները։ Մի վարքյան նյուանս կա այստեղ։ Հեսա ձեր հարցի կգամ խորը։ Այստեղ մի հատ նյուանս կա, էլի հարկերի գործընկերների։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի անդամից ասում է, մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքն է։ Իրան ոչ մեկ չի ընդհատում դա ձեզ համար։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետք է տալ։ Ասում է ազգային ժողովի անդամից, ասում է ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ հիմա գլխին չի տալիս ու չի գոռում, դերից չի ասում այ լակոն։ Ասում է հաջորդը ելույթ ունենա Հակոբ Արշակյան։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է, պարոն Քոչյան, մարդիկ, ձեր որը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտում է ուզում է ցույց տա, որ դա վատ է։ Դա վատ է։ Փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի անդամից կարգել է։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ, մի քայլ ավել չի գնացել։ Բայց ով է ասում թուրք իր պապին, պարոն Ալեքսանյան։ Տենց մարդիկ օրինակ դա կեղծ լուր է հրապարակվել ընտրություններից առաջ, որը չէ, դա գնահատական է ձեր քաղաքականությանը, իսկ այնի կոնկրետ ինֆորմացիա եք դուք հրապարակում։ Գնահատական է, հա, օքեյ, հա, շատ Իսկ հաջորդող ելույթները հիմա պատասխանեն Նարեկին, հետո ասել են ինձ չեք պատասխանել, ինձ ա մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկին տնել։ Նարեկը լավ ծրագրով է։ Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխան է տալի Հակոբ Արշակյանը, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահին ասի, լավ, եք կներեք 1000 ներողություն ժողովուրդ։ Այդ ով է այդպես բան ասել առհասարակ կարա, չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց